Շատ է խոսվում այս շրջանում հիբրիդային հնարավոր պատերազմի մասին, սլաքները ուղղվում են դեպի Ռուսաստան, Հայաստանի իշխանություններն էլ ըստ էության արևմուտքից են աջակցություն խնդրում առաջիկա ընտրությունների հետ կապված։ Դուք ձեր ռուս գործընկերների հետ, օրինակ, այդ հարցը բարձրացել եք, ինչ եք հիբրիդային պատերազմ իրականացնում Հայաստանում, սա առաջին հարցը գերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված ինչ նորություններ են հայտնի, ինչ է լինելու, արդյոք նրանց Հայաստան վերադառնալը որքանով է հավանական այս ընթացքում, եւ երրորդ հարցն էլ ներողություն, որտեղ ես հարցան, եւ երրորդ հարցը տեսեք ազգային Եկեք ընդհատենք երրորդ հարցը չլսենք մյուս գործը։ Ազգային անվտանգության ծառայության հարցերը ազգային անվտանգության ծառայությունը։ Որ օրինակ կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է, ձեր մասով էլ ժամանակին մի փաստաթուղթ էր հրապարակվել։ Ես շնորհակալ եմ այս հարցին։ Դրան էլ անդրադարձել։ Լավ։ Երկրորդ հարցը ամենահեշտն էր, մի րոպե, երկրորդ հարցը որն էր։ Հա, ուրեմն պահվող անձանց գերիների վերաբերյալ դիրքորոշումը մեր նույնն է, ես նույնը համարյա գրեթե բառացիպտի կրկնեմ, ես գերադասում եմ այստեղ ավելի շատ բարձրաձայն եւ հրապարակային չխոսել, աշխատել, երբ որ արդյունք է լինում, դա ողջ հանրությունը տեղեկացվում է։ Մենք ողջունում ենք վերջին ուրեմն 4 գերիների ազատ արձակումը եւ վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց հնարավորինս շուտապույտ ազատ արձակումը եւս մի քայլով կամրապնդի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, նաեւ Ադրբեջանի եւ առաջ երթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք այս մասին խոսում։ Այս պահին արդյունք չկա, կրկին, էս այն հարցն է, որ կամ կա արդյունք, կամ չէ, աշխատում ենք շատ լավ, իհարկե դա մեր չի կարող վերանալ մեր օրակարգից։ Արդյունք լինում է, բոլորդ միանգամից իմանում եք եւ ոչ ինձնից, էլի։ Այդ մարդկանց ազատ արձակումից առաջի հարցը հիբրիդային է։ Ուրեմն հիբրիդային, եկեք մի հատ հասկանանք ինչ է նշանակում հիբրիդային հարձակում։ Դա նշանակում է դա նայեք, դա բառացիորեն, եթե փորձենք թարգմանել հիբրիդային բառը, կլինի խառնածին, հա, այսինքն Հայաստանի Հանրապետության դեմ խառնածին գործողություններ, խառնածին հարձակումներ, դա կարա լինի ապատեղեկատվություն եւ մեծապես հենց այդքանով էլ շատ սահմանափակում է, դա կարա լինեն կիբեր հարձակումներ, չգիտեմ, զանազան եւ այլ, այսինքն գրականություն կա, բան, պատշարժի ժամանակը վատնել սահմանման վրա։ Արվում է Հայաստանի Հանրապետության դեմ այսպիսի հարձակումներ։ Միանշանակ ով կարա կարծեք այլ կարծիք հայտնի։ Մի մասը իդեպ սիրելի գործընկերներ, ես չեմ ճանաչում, որ լրատվամիջոցներ ներկայացնում, մի մասը ձեր միջոցով արվում։ Այդ ձեր միջոցով արվածի մի մասը գիտակցված է արվում ձեր կողմից, մի մասը տենց պատաբար ստացվում է, դե լուր է գալիս է, տարածելու անհրաժեշտություն եք տեսնում։ Այո, առաջին հերթին եւ մեծ մասը հենց սուտ տեղեկատվության տարածման մասին է խոսքը, երկրի անուն եք տալիս։ Կարող են այդ սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր։ Այո, տանում են։ Եվ դուք մի պատկերացրեք, տենց կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից կամ բարձրագույն իշխանություն, որտեղից ամեն ինչ կազմակերպվում եւ կառավարվում է։ Կարաք տեսնեք Ռուսաստանի Դաշնության падգամավորներ, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն, որտեղ դա ներքին քաղաքականության խառնումն է։ Կարաք տեսնեք տարբեր տրամաչափի պաշտոնյաներ այդ գործողությունների մեջ, կարաք տեսնեք փորձագիտական շրջանակներից այդպիսի բաներ։ Վստահաբար կարաք տեսնեք մի թեթև Google անելու պահից։ Հետևաբար, սա մեզ համար բավականին անծանոթ երևույթ է եւ միևնույն ժամանակ ինչ որ մի մասում աշխարհի այս մասով կա կուտակված փորձ ինչու չհարցնել ես չեմ հասկանում այսինքն հենց Եվրամիություն կան ինչ որ շրջանակներ Եվրամիություն բառը լսում են խրտնում են եւ մտածում են բանա այս եկել են մեզ կուլ տան եկել են այ սա մեզ կտրեն այսինչ մի չգիտեմ դարավոր բարեկամական այն մի կապից ստանեն մեզ մտցնեն չգիտեմ ինչ այդ հենց Եվրամիություն լսում են չոքերները թուլանում է մի անգամից որ ասենք այդ բանը խումբը գար Մադագասկարից ես վստահ եմ այդ ռեակցիան չէր առաջացնի հիմա ես ձեզ ուզում եմ հիասթափեցնեմ եւ կամ բացահայտում անեմ ձեր Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք ընտրական գործընթացների հետ կապված տարատեսակ ասպեկտներով տարատեսակ ուրեմն առանձին ենթավորներով Հայաստանի Հանրապետությունը այդ թվում Եվրամիությունից օգնություն խնդրել է ոչ մի նոր բան այստեղ չկա։ Այո։